Տարիֆներ այսօր ապրիլի 7-ն է եւ այսօրվանից Պրեզիդենտ Թրամփը շատ համարյա բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա բարձրացրել է տարիֆները։ Խոսենք տարիֆներից, տեսնենք պատասխանենք մի քանի հարցերի։ Ես Վարդան Վարդանյանն եմ, եւ սա իմ VV Talks YouTube-յան ալիքն է։ Ես law enforcement and national security հարցերով մասնագետ եմ, այսինքն ազգային անվտանգության եւ օրինապահ մարմինների գծով, այսպես ասենք թարգմանությամբ։ Նախ եւ առաջ, ինչ են տարիֆները։ Մաքսային турքեր են։ Այդքանը պարզ է, մեր այսօրվա համար գործած ենք տարիֆ բառը, ուրեմն տարիֆները դրանք հարկեր են, որոնք դրվում են ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վրա, բայց նաեւ ծառայությունների վրա։ Քանի որ խոսում ենք Միացյալ Նահանգների տարիֆների մասին, հիմնականում դա խոսելու ենք ուրեմն ներմուծվող ապրանքների մասին։ Եվ այդ իմաստով է Թրամփը խոսում, երբ որ նա տարիֆների մասին է խոսում, նա խոսում է ներմուծվող ապրանքների մասին։ Ուրեմն տարիֆները իր հասկացողությամբ դրանք հարկեր են, որոնք ինքը կարծում է դնում է ինչ որ երկրի վրա, ասում ենք, բարձրացնում եմ տարիֆները Չինաստանի վրա եւս 34%, հասնելով մինչև 60-70% որոշ ապրանքների վրա։ Դրա պատասխան Չինաստանը բարձրացնում է տարիֆները Ամերիկայից եկող ապրանքների վրա 34%-ով, եղած տարիֆների վրա։ Բարձրացնում է 25%-ով գերմանական մեքենաների վրա։ Գերմանացիները մտածում են, ես ձեր վրա կբարձրացնեմ։ Նույն բանը հետ առաջ։ Բրիտանիայի մեծ թագավորության միացյալ թագավորության վրա բարձրացեց 10%-ով։ Նա մտածում են արժի արդյոք մենք էլ պատասխանենք թե չէ։ Ուրիշ խոսքով շուկաները խառնվել են իրար, պետությունները սկսում են մտածել ինչպես պատասխանել, արժի արդյոք կռվի մեջ մտնենք, Ամերիկայի հետ չմտնենք, տարբեր հաշվարկներ կան այստեղ, ֆինանսական շուկաները, New York Stock Exchange-ը մեծ անկումներ է ապրում, վերջի 3 բիզնես օրերի ընթացքում մի քանի տրիլիոն դոլարի կորուստներ ցույց տվեց, այսօր նորից բացվել է կարմիրով, այսինքն ընկնում են գները, խոսանք թե դա ինչ է նշանակում, եւ այլ։ Ուրեմն մի երկու խոսք վերադառնանք տարիֆներին, տարիֆները լինում են մի քանի տեսակ, օրինակի համար տոկոսային հարաբերությամբ, այսինքն ներմուծող ապրանքի գնի վրա դրվում է ինչ-որ տոկոս հարկ, ոչ թե վերջնական խանութի գնի մասին եմ խոսում, այլ invoice price for the ներմուծողի համար, ներմուծումը սա մի բան առնում ես, ասենք թե $100 վրան 5% տարիֆ կա, այսինքն դու պետությանը ներմուծելու ժամանակ վճարես $5. Պարզ հարց է։ Կարող է լինել նաև որպես ինչ-որ fixed գումար, այսինքն ներմուծել ես մի տոննա բրինձ, բրինձի վրա դնում ես $100 турք, դա fixed գումար է, տոկոս չի։ Կամ կարող է սրանց կոմբինացիա լինի, այսինքն առաջի, ասենք թե 100 միլիոն տոննայի վրա այսքան եմ վերցնում, դրանից հետո վերցնում եմ 0.2%, այսպես էլ կարող է լինի։ Կամ կարող է ընդհանրապես չլինի որևէ տոկոս կամ տարիֆ, օրինակ Ամերիկան ունի այդպիսի բան, կոչվում է Most Favored Nation, ինչպիսին է օրինակ Հայաստանը, որից եկող ապրանքների վրա ընդհանրապես տարիֆ չկար։ Ինչու, որպեսզի օգնենք այդ պետությանը, թող նա կարողանա այդ տնտեսությունը զարգանա եւ այլն, որ ոտքի կանգնի այս կոմեկում։ Սա ինչ է հուշում, որ տարիֆները ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական նպատակներ են հետապնդում շատ անգամ։ Հիմա դրանք անդրադառնանք նորից, բայց վերջացնենք տարիֆների տեսակների հարցը։ Ուրեմն կան տոկոսային, կան միավորի վրա դրվող ինչ-որ fixed գումար եւ դրանց կոմբինացիա։ Տարիֆները ընդհանրապես կլասիկ իմաստով դա եկամուտի աղբյուր էր պետության կամ ասենք թագավորության պատմականորեն խոսանք համար, իշխանության համար,
որը եթե օրակի համար հիշենք թե եվրոպական կոնտեքստի մեջ Սեին գետի վրա կամ Ռայն գետի վրա ամեն 2-3 կիլոմետրը մի հատ ամրոցի կար, տեղի փոքրիկ գերմանական իշխանիկը գետի վրայով գնացող նավերից կամ բարժերից որ ապրանք էին տանում տարիֆ էր վերցնում, այսինքն ինչ որ գումար էր գանձում իր համար որտեղ ինքը ասենք թե ընդհանրապես կլասիկ իմաստով արիստոկրատները կամ թագավորությունները իրենց հապատակներից են հավաքում, չէ՞, գյուղացիներից ինչ որ հողի չափով եւ այլն Եթե առևտուր կար, ուրեմն առևտրից Գերմանիան փոքրիկ պետություններ էին, նրանք ավելի շատ առևտուրից էր գոյանում պետական, ասենք թե իշխանական եկամուտը։ Հիմա, երբ որ սկսեցին պետությունները մեծանալ, կամաց առևտուրը շատացավ, սկսեցին հասկանալ, որ տարիֆները չեն նպաստում տնտեսության զարգացման համար, որի համար ստեղծեցին օրինակ եվրոպական համայնքը, այսինքն փոխանակ Եվրոպայում ամեն մի փոքր պետություն իրարից սկսեն տարիֆ վերցնել, սահմանի վրա ասացին բացեք այս ամբողջը թող մի տնտեսական զոնա լինի եւ իրարից բոլոր փող վերցնենք, գտենք, ասենց ասած ամեն ինչի համար, հա հետևանքով Եվրոպան դարձավ հսկայական ամենաշահաբեր մեծ շուկաներից մեկը, ասենք եթե երկրորդն էլ ոչ թե երկրորդ չափով, այլ մյուսը դա Միացյալ Նահանգներն է բնականաբար սրանք մեծ շուկա են ոչ թե որովհետև ամենաշատ բնակիչներ ունեն, չէ, ասենք Հնդկաստանը ամենաշատը ունի, Չինաստանը երկրորդ ամենաշատը ունի, այլ իրենց շահութաբերությամբ, գնողականության իմաստով ամենաուժեղ շուկաներն են սրանք, բոլոր երազ են, որ ծախեն Ամերիկայում կամ Եվրոպայում, ինչու, որտեղ ամենաշատ փողն է աշխատում այդտեղ այդ իմաստով։ Եվ ինչպես տեսնում եք, երկուսն էլ չեն հավատում տարիֆների, իրանց մեջ կոնե տարիֆներ չեն վերցնում, իրանք պաշտպանվում են դրսից եկող, ասենք թե ապրանքների ասենք ասենք, կարճ ասենք, ապրանքներից, ինչու, որովհետև եվրոպական համայնքի մեջ, ասենք կամ Ամերիկայի մեջ կան օրենքներ, ինչ շոճիկներ պիտի վճարես, ինչ պայմաններում պիտի աշխատողներդ աշխատեն, թոշակներ եւ այլ, դրսից կարող են գան ապրանքներ, որոնք արտադրվում են ուրիշ պայմաններում, հետևաբար նրանց գնագոյացման պայմանները լրիվ տարբեր են, սկզբունքները լրիվ տարբեր են եւ երբ որ նրանք գալիս են մրցակցելու, ստեղծում են անհավասար պայմաններ քո արտադրողների համար հետևաբար դրսից եկող ապրանքի վրա դու դրում ես տարիֆ, որպեսզի հավասարեցնես այս մրցակցությունը ինչ-որ չափով։ Ուրիշ բան էլ կա։ Բանիկները այդ շարունակելով նույն տրամաբանությունը հասկանում եք, որ դրվում են, երբ որ չափից դուրս է կատարվում այդ անհավասար մրցակցությունը, երբ որ լինում են դրսից դամպինգը թափում են ապրանքը, այսինքն մեկը բերում է ապրանքը թափում է քո շուկայում ինքնարժեքից ցածր գներով։ Էժան բերում է դա արդեն մի խնդիր է։ Ասում են այդ մի խնդիր, բայց երբ որ նա սկսում է քո արտադրողներին շուկայից վերացնելու համար նույնիսկ ինքնարժեքից պակաս գներով ծախել, դրան ասում են դամպինգ, այսինքն թափելու գնով, ավելի էժան է իրական տնտեսական իմաստով, ինքը այդ ապրանքը թափեր, քան թե ծախս աներ ուղարկեր քեզ մոտ, մարքեթինգ աներ ծախեր, բայց ինքը անում է, որպեսզի քո շուկայից, քո արտադրողներին կամ ուրիշ մրցակից արտադրողների կամ ներմուծողների շուկայից հանի։ Եվ հետո ինքը բնականաբար կարող է շուկան գրավելուց հետո գինը բարձրացնի։ Սա կոչվում է դամպինգ։ Եվ դրա համար կան պատժամիջոց տարիֆներ, կոչվում են ուրեմն anti-dumping tariffs։ Դեպքում պետությունը Ամերիկանը նույնպես դնում է տարիֆ, որպեսզի գինը բարձրացնի եւ հավասարեցնի մրցակցությունը, այսինքն արդարություն ստեղծի։ Մի հատ ուրիշ բան էլ կա,
երբ որ Չինաստանը կամ որևէ պետություն ուրեմն իրենց պետական շահի համար, ոչ թե արդեն անձնական արտադրողի շահերի մասն է խոսում, ստրատեգիական իրենց համար ուղղություններով որոշում է, որ պետք է ինչ որ իր արտադրողի խրախուսի, որ նա արտահանի քո երկիր եւ գրավի քո շուկան։ Օրինակի համար գրավի քո պողպատի արտադրության շուկան, քո ալյումինի արտադրության շուկան, քո լիթիումի, չգիտեմ, ուրիշ հազվագյուտ մետաղների կամ հանածոների շուկան։ Եվ որպեսզի դու արտադրողին խրախուսի, նախ փակում է արտադրողի ծախսերը եւ ասում է, որ ծախիր քո ինքնարժեքից պակաս, որպեսզի շուկան գրավես։ Ես քեզ կտամ դոտացիա, պետական օգնություն։ Քո վրա նստում է այս ապրանքը $10, դու կծախես 8-ի, ես քեզ կտամ ամեն ապրանքի վրա որ ծախում ես, եւս $3, դու շահ կանես մեջը։ Ես ուզում եմ դու գնաս գրավես այդ շուկան։ Այսպիսի բաներ անում է իհարկե Չինաստանը նաև շուկան գրավելու համար, այդ պետական դոտացիաներով, այսպես ասած, օգնություն տալու համար եւ դրա դեմ էլ կա ուրեմն հատուկ տարիֆի ձև կոչվում է countervailing հակազդող տարիֆներ։ Ուրեմն կան anti-dumping եւ countervailing տարիֆներ։ Սրանք տարբեր բաներ են, տարբեր փիլիսոփայությամբ են կամ հաշվարկով են ստեղծվում եւ կիրառվում, բայց դա պատժամիջոցի ձև է, այսպես ասած։ Երրորդը պետք է հասկանալ, որ տարիֆները նաև լինում են սոցիալական հարցեր լուծելու համար, այսինքն ոչ միայն ֆինանսական աղբյուրներ գոյացնելու համար։ Պետություն կա, որ օրինակի համար չի ուզում է, որ օդի աղտոտությունը պակասեցնի, ուրեմն չի ուզում մեծ մեքենաներ օրինակի համար ներմուծվեն կամ աղտոտող մեքենաներ ներմուծեն։ Օրինակ դիզել մեքենաները ավելի շատ են աղտոտում, պետք է քան թե ասենք բենզինը կամ բենզինը բայց ավելի թանկ է, քան թե չգիտեմ ինչը, էլեկտրական մեքենաները ավելի թանկ են եւ շատ չեն ծախվում, բայց ուզում ես որ ծախվեն, հետեւաբար դրանց վրա թարիֆ չես դնում, բայց մյուսների վրա դնում ես, մեծ ծավալի մոտորով շարժիչով մեքենաների վրա ավելի շատ տարիֆ ես դնում, քան թե փոքրերի վրա, հիշեցնեմ, որ օրինակի համար այսպիսի բաներ գոյություն ունեն գերմանական մեքենաներ, օրինակ Mercedes ուներ 190 կար, չէ, C190։ Ինչ էր 190 նշանակում, 1.9 լիտր մոտոր, 4 ցիլինդրանոց։ Հարցը ասում, ինչի 1.9 եւ ոչ թե 2։ 4 ցիլինդր արի 2 արել, ամեն մի ցիլինդրը կես լիտր կլիներ, չտեսնված լավ բաժանում է։ 6 ցիլինդրի վրա անում են Audi-ներ կան 29, BMW-ներ 28, 280, չէ՞։ Ինչու 280 է սրվում, ոչ թե 3։ Խելքը որտեղ է այստեղ, պարզ մաթեմատիկայի բան, բայց պարզը կա, ինչու։ Որտեղ Ֆրանսիայում այն ժամանակին մինչև 3 լիտրը մի գիներ, 2-ից ցածր մի տարիֆի գիներ, 3-ից ավել ուրիշ էր։ Ուրեմն որ 3 եւ ավելի չլինի 29 էին սարքում կամ 28 էին սարքում որպեսզի 2-ից պակաս լինի 1.9 էին սարքում Ուրեմն ֆինանսական տարիֆ չվճարելու, տարիֆը պակաս տարիֆ վճարելու համար էր արվում դա։ Երբ որ այս ֆակտորը վերացավ, այս փոխվեցին իրենց տեղական օրենքները տարիֆների կամ տարիֆները վերացան, այդ կարիքն էլ վերացավ։ Այլևս Mercedes-ի SL 450 կամ 500-ը չի նշանակում, 500 չի նշանակում 5 լիտր V8 մոտոր։ Առաջ նշանակում էր դա հենց 500 նշանակում էր 5.5 լիտր, հա, 5.5։ Հիմա պարզապես պահում են 5.5 550 SL-ը դա 4 լիտր V8 մոտոր է, շատ լոգիկայով 4 լիտրը 8-ի ամեն մի ցիլինդրը կես լիտր չտեսնված լավ պարզ մաթեմատիկական հարց է, բայց ինչի են ասում 550, որպեսզի այդ հին պրեսիժնի այդ անունը մեծ մոտորի այդ բանը պահեն, այդ անշան, բայց ժամանակին տարիֆներն էին, որ ստիպում էին, որ այսպես կամ օրենքները, ասենք, հա, բնապահպանական եւ այլ նպատակները, ուրեմն սոցիալական կամ
սոցիալական քաղաքականությունը որոշում էր տարիֆները, որոնք որոշում էին թե արտադրողները ինչ տեսակի ապրանքի չափի մատորներ կսարքեն եւ այլն։ Տարիֆներով ուրիշ խոսքով նաեւ փորձում են կառավարել կամ ազդել այսպիսի սոցիալական հարցերի վրա։ Ինչպես նաև վերջնական հարցը նորից ասենք նաև ստրատեգիական եւ պետական ապահովության հարցերի վրա են այսպես անում օրինակ ես պետք է ինչ ստրատեգիական մետաղը բերեմ դրա վրա տարիք չեմ վերցնում կամ չեմ ուզում որ մյուսը տանի դրա վրա շատ եմ դնում եւ այլ sense բաներ կան այսօր point-ը ինչ է այսինքն ինչ եմ ուզում ասել տարիֆը ավելի շատ այսպիսի հարցերով են անում կամ պատժիչ միջոցներ են կամ սոցիալական հարցեր են լուծում կամ ստրատեգիական հարցեր են լուծում, քան թե բյուջետի համար եկամուտ են ապահովում։ Ամերիկայում ինչ-որ տարիֆները ամբողջ հավաքում են, նախքան էս բարձրացնել են ինչ-որ 16-17 միլիարդ դոլար են խոսում, որ ոչինչ է, հա, պետական 1.3 տրիլիոն բյուջետի դեպքում։ Հիմա ինքը, բայց Տրամպը, որտեվ քարացել է իր տնտեսական գիտությունների մակարդակը ինչ-որ 10-րդ դարի կամ 20-րդ դարի առաջի կեսերի վրա, ինքը կարծում է, որ Ամերիկան հարստացնելու է տարիֆներ հավաքելով։ Ես Չինաստանից իսկան տարիֆ եմ բերում, ինքը տարիֆ չի բերում Չինաստանից, ինքը Ամերիկայից է հավաքում տարիֆը։ Ամերիկյան ժողովրդից, գնորդից։ Բայց իրա խոսքերից կարող ես ենթադրել, որ ինքը դրսից է բերում։ Եվ ինքնատգետ, թե մտածում է, որ իր լսողների կարևոր մասն է տգետ, ըստ այնմ էլ ինքը խոսում է։ Քաղաքական գործիչները այդպես են ընտրվում ու իրենց քաղաքականությունը հաճախ ասենք առաջ տանում, հա։ Հիմա հետևանքը ինչ եղավ։ Հետևանքներից մեկը էր, որ օրինակ Չինաստանը վերցրեց ու ինքն էլ 34% տարիֆ էս ավելացրել, այսինքն եղածի վրա էս ավելացրել եւս 34%, ինքն էլ ավելացրեց եւս 34%։ Ուսուս ուրիշ կռիվ չկա։ Բայց դաշնակիցները, որոնք համարում էին բարեկամ երկրներ Ամերիկայի հետ դաշնակից կանադան օրինակ համար շատ վիրավորվեց ինչ է անում մեր տնտեսությունները կանոնիկան միաձուլված են համարյա նույն բաններ General Motors-ը արտադրում է Chevrolet մեքենա որը հավաքվում է Կանադայում ամերիկյան մասերով ուրեմն այդ ամերիկյան մասերի վրա Կանադան հիմա պետք է տարիֆ վերցնի պատասխան ամերիկյան տարիֆների հետո այդ մեքենան պետք է հետ գա ամերիկան պետք է տարիֆ վերցնի որ ինչ իբրև ինչ է անում Այն դեպքում երբ որ գոյություն ունի North American Trade Agreement, Free Trade Agreement, NAFTA, ոչվածը, որի համաձայն Մեքսիկա, Միացյալ Նահանգներ, Կանադա պիտի լիներ որպես մի շուկա առանց տարիֆների եւ այլն։ Հանկարծ այս բոլորը թռավ դուրս այդ ամբողջ NAFTA-ն եւ սկսեցին Մեքսիկայից ու բանից տարիֆ վերցնել նայել քեզանից աբերսնում եւ այլն։ Գերմանիայից գերմանական մեքենաների վրա հավելյալ 25% տարիֆ։ Ինչ հավելյալ 25% տարիֆ։ Արդեն տարիֆներ կային։ Այնքան տարիֆներ կային ընդհանրապես ներմուծող մեքենաների վրա, որ բոլոր համարյա մեծ արտադրողները, լինեն ճապոնական, լինեն ամերիկյան, արդեն գործարաններ էին դրել Ամերիկայում։ Արդեն տասնամյակներով Toyota-ն, Honda-ն 30 քանի տարի արդեն գործարան ունի Accord եւ այլն արտադրում իրը Mercedes-ը Ջորջիայում գործարան ունի բոլոր այդ մեծ Mercedes Jeep class-ը SUV-ները հա որ քշում են ամենտեղ դրանք արտադրվում են Ջորջիայում ես ինչ գիտեմ BMW-ն South Carolina-ում Spartanburg-ում արտադրում է X5-երը բոլոր X5, X7, X3 Ամերիկայում են սարքում So ինչ հիմա դուրս եկավ դրա վրա եւս 25% ինչի վրա մասերի վրա որ պատորը պետք է գա Գերմանիայից այստեղ հավաքվի գաղափարը ինչա որ եւս մի հատ գործարան բացենք այն փոքր սեդան կլասի մեքենաների համար այդ վաղը մի օրվա մեջ չես անում ամենավատը ինչ ստացվեց
որը ազդում է շուկաների վրա, ֆինանսական շուկաները ինչու խառնվեցին, որ ամերիկյան գործազրկություն չկա պրակտիկորեն 4.1%-ը դա էկոնոմիկ մասնով դա գործազրկություն չի դա համարվում է որ միշտ էկոնոմիկայում 4% մարդկանց պոտենցիալ աշխատուժի չի ուզում աշխատի ինչ պատճառներով սկսած առողջական վերջացած ուղղակի ինքը բազմապես չի ուզում աշխատի դու այնպես չի որ դու շատ գործազուրկ մարդիկ ունես մանավանդ որ սահմանները փակում ես եւ ստեղ եղած պոտենցիալ աշխատուժին էլ վռնդում ես հետ իրանց երկրները կամ երկից դուրս ես շպրտում որտեղից ես դու բարձր որակավորումով մարդ վերցնելու որ դու քո գործարաններում աշխատեն Mercedes հավաքեն եւս ինչ որ ասենք C-class-ի եւ այլն քաղաքական գործիչները սա չեն պատասխանում եթե հարցնես խուսափում են բայց ֆինանսական շուկաները քո պատասխանելուն չեն նայում իրանք տեսնում են թե ինչ է գալիս տեսնում են ինչ է կատարվում տեսնում են անորոշությունը որ հարցերի պատասխաններ չկա եւ սկսում են պանիկա անել այսինքն ֆինանսական շուկայում պանիկան ինչ է նշանակում բաժնե թղթերի stock exchange-ում շուտ թափում են իրանց դամպինգը ծախում են այդ շուկան որովհետեւ ինքը ասենք թե Mercedes-ի stock-երը էլ չի ուզում պահի որտեղ կարծում եմ որ այն չի շահութաբեր լինելու ապագա նո ասենք մոտիկ ապագայում 5-6 տարի եթե դա շահութաբեր չնելու stock-ը չես պահում ես որ ինչ անես կորցնես փող գինը գնելու է ինքն էլ արագ ինքն է ծախում եւ հետեւաբար վերջի ասենք թե նախ անցյալ 5 շաբթի ուրբաթ այսօր 2 շաբթի արդեն մի քանի տրիլիոն ինչի 4-5 տրիլիոնի մասն շուկան կորցրեց այսինքն այդքան կամպանիների ընդհանուր ասենք հա գինը ընկավ շնակում է այդ ստաքերը պահողները փող կորցեցին թոշակային ֆոնդերը որոնք ներդրել էին այդ կամպանիների արժեթղթերի մեջ ստաքեր էին առել դրանք սկսեցին կորցնել պետական թոշակների ֆոնդերը անձնական մյուս կամպանիները սկսեցին բոլոր դրանք կորցնել ընդհանուր ամերիկյան էկոնոմիկայից 30 տրիլիոնից ավել փող կորավ արժեք կորավ դա ասում է անցյալ ուրբաթ շաբթի Larry Summers-ը ասեց նախկին ֆինանսների նախարարը համար մասնագետ հետո գնաց բան դարձավ Harvard համալսարանի պրեզիդենտներ բայց լուրջ մասնագետ սա ում էր պետք սա հաշված գործեր Այն դեպքում, որ եթե մի երկրի հետ կռիվաներ, ասենք թե տվյալ դեպքում, ասենք թե քո պիտի տարիֆները սարքես, այդ երկիրը երբեք չի դիվանա, բայց սա աշխարհը միանգամից բոլորի խառնում ես իրար միանգամից մի քիչ ծիծաղելի է դառնում արդեն եւ արդյունքը դեռ չենք տեսնում, ոչ մի լավ բան չկա բացի անորոշությունից, որը ինչպես ասացի, ազդում է շատ ուժեղ ֆինանսական շուկաների վրա։ Հիմա կենտրոնանանք մի վարքյան Հայաստանի վրա, ասենք Հայաստանից եկող ապրանքների վրա 10% տարիֆ դրվեց, որը վերջին հաշվով ինչ ենք խոսում $50 միլիոն ենք շատ քիչ է ներմուծումները Հայաստանից ասենք հայկական կոնյակի գինու չամիչ չգիտեմ ինչի վրա 10% ավելանալու է գինը եթե ամբողջ գինը փոխանցվի գնորդին ես էլ ասեմ որ մի քիչ շատ ենք երևի նոր բարձերի նայում բայց շատ անգամ ներմուծողը եւ արտահանողը իրար հետ որոշում են որ մենք մեր շահը մի քիչ պակասացնենք բոլոր ծախսը չդնենք գնորդի վրա, որտեղ եթե ապրանքը շատ զգայունած սենսիտիվ է գնի նկատմամբ։ Ընդհանրապես
Նկապրանքներ կան, որ շատ կարևոր է, որ գինը ճիշտ լինի, ասենք թե դու ուզես հաց ուտելու ես, հացը 10% ավելանա, պակասի դու ուտելու ես, չես ասելու ես քիչ հաց եմ ուտում, բայց դու կոնյակ անպայման չի որ խմես, էլի, եթե գինը բարձր է, դա կարող է ազդի քո որոշման վրա։ Միգուցե ես չառնեմ հայկական կոնյակ, որը ֆրանսիական կոնյակի գնի է ծախվում կամ ավելի լավ ես կառնեմ համեստորեն ֆրանսիական կոնյակ, ավելի էժան է։ Տվյալ դեպքում ես ինքս գնայեմ, ես կարամ առնեմ շատ լավ ֆրանսիական կոնյակ $16 կամ կարամ առնեմ Արարատ կոնյակ $60։ Դե արի մտածի ես ինչքան հայրենասեր պիտի լինեմ, որ գնամ $60 հայկական կոնյակ առնեմ կամ $40, բայց չառնեմ ֆրանսիական, ասենք թե $30 խոսքի, հա։ Ուրեմն որոշ շրջանների վրա գինը շատ սենսիտիվ է, մարդու որոշումի վրա կայացնում է բան։ Սա 10%-ը կարող է էական լինի, կարող է էական չլինի, նայած ինչի մասն ենք խոսում, luxury goods or non-luxury goods։ Այս մի քիչ շատ խորացանք էկոնոմիկայի եւ ընդհանրապես տարիֆների հետ կապված հարցերի մեջ, բայց այդ ասում եմ, որ իմանաք թե ինչքան բարդ է եւ դժվար է հաշվարկել հետևանքները, երբ որ sense բան ես անում։ Ասացից նպատակը դա է։ Օրինակ ուրիշ ավելի մեծ իմաստով Հայաստանից մի քիչ հեռանանք, Չինաստանը, երբ որ շատ ապրանքա ծախել չէ, Ամերիկային չի արել, ահագին դոլար առաջացել իր մոտ։ Այդ դոլարով ինքը ինչ անում։ Առնում է, ասենք թե նավթ, գազ Ռուսաստանից, վճարելով դոլարով։ Դա Ռուսաստանը չի ծախում նավթը yuan-ով, ասեն չինական, ասում են դոլար տուր։ Ինչի, որտեղ դոլար է պետք։ Այդ BRICS-ը սարքեցին, ուզում էին անային, ասենք թե մենք իրար հետ իրար դոմր արեցին, բայց հետո չինական դրամը նստելա, Չինաստանը հետ չի վերցնում։ Ասում ես, օքեյ, նավթը առաջ չինական դրամով տվեցի, փողով, վալյուտայով։ Հետո ինչ անեմ այդ ավելի լավ, վերցրու։ Բայց ինձ դոլար է պետք, որովհետև դոլարով եմ ես առնում տեխնոլոգիա, դոլարով եմ ես առնում նավթ մնացած ուրիշ երկրներից, միջազգային առևտրի հիմնական վալյուտան դա արժեթուղթ դա դոլարն է եւ ասենք ինչ որ չափ մի քիչ ավելի պակաս կարևորությամբ բանն է եվրոն բայց ոչ թե ռուպին է Հնդկաստանից որով ինքը իր փող հետ չի ուզում վերցնի ոչ մեկ էլ չի ուզում ծախի դրանով եւ այլ բայց ասացիս իմաստն ինչ է որ ինքը դոլարը գնահատում է նաեւ նրա համար որ ովհետև Չինաստանը այդ դոլարը կարող է նաև ուզած տեղը ծախսի լինի դա Աֆրիկայում Հայաստանում թե հենց Չինաստանում եւ ներդնի որտեղ ուզում է եւ նաև ամերիկյան շուկայում այսինքն առնելով ամերիկյան պետական արժեթղթեր Ինչա դա նշանակում ինքը Ամերիկայից ստացած առևտրի միջոցով ստացած դոլարը հետ ատալիս Ամերիկա առնելով ամերիկյան պարտք, այսինքն դառնում է պարտատեր։ Ինքը տոկոսով փող ատալիս Ամերիկային։ Իսկ Ամերիկային ինչի է պետք փող, որտեղ ամերիկյան երբեք իր բյուջետը չի կարող բալանսացնել։ Վերջի 30 տարվա մեջ երևի 2 անգամ ա եղել այդպիսի դեպք։ Այսինքն եւ որ տարեկան բյուջեն, որ կազմվել է, իր տարեկան եկամուտի չափ կամ պակաս է եղել։ Ընդհանրապես բյուջեն ավելի շատ է, ծախսը ավելի շատ է, քան թե եկամուտը։ Հետևաբար Ամերիկան ամեն տարի պարտ կա առնում, այսինքն ծախում է պետական արտատոմսեր, որպեսզի կարողանա փակի իր ծախսերը։ Ով է առնում դա։ Ուրիշ պետություններ են առնում։ Ինչու են առնում։ Չինաստանը ինչի առնում։ Շատ էլ չի սիրում Ամերիկային, բայց ինչի առնում։ Որտեղ վստահում է, դա ստաբիլ տեղ է, իրան չեն խափի, այդ պետությունը չի քանդվելու վաղը, այդ դոլարը չի վերանալու, ինքը BRICS-ի մեջ խաղեր են խաղում, բայց ինքը առնում է ոչ թե ռուսական պետական պարտատոմս, այլ ամերիկյան։ Քիչ է վճարում, ճիշտ է 20% չի վճարում, ամերիկան քեզ վճարում է 1%, բայց ասում ես ավելի 1%-ը վերցնեմ, դա վստահ։ Եվ հիմա այս խառնակությունից հետո ես նայում եմ
ինչ որ բարձացել է դաժե նույնիսկ 2%, 3%-ին եմ խոսում, ինչ եմ խոսում, ձայնը կտրել եմ, որ չխանգարի, որի համար ես ուրախ եմ, բայց դրա համար են անում, այդտեղ է գործածվում այդ փողը, դրա համար չես ուզում նաև ասենք խառնես եւ կռիվ սկսես ինչ որ Չինաստանի հետ կամ Հնդկաստանի հետ կամ որևէ ուրիշ երկրի հետ, որից դու ամեն տարի պարտք ես անում, այս էլ մի հատ հարց է, որ ես կարծում եմ շատ չէր մտածված բանի այս որոշում կայացնելու ժամանակ, թե հետևանքը ինչ է լինելու հետևանքները շատ կարող են unpredictable, անկանխատեսելի լինել, դրա համար շուկաները խառնվել են։ Այսօրվա թեման տարիֆներն էին եւ ինձ թվում է մենք այդ հարցը ամեն կողմից նայեցինք, եթե հարցեր կան գրեք, հաճույքով պատասխանեմ, գրավոր կամ հաջորդ հաղորդման մեջ եւ այդտեղից կշարունակենք։ Ամենանդեպս նորից ես Վարդան Վարդանյանն եմ եւ սա InVivi Talks YouTube-յան կանալն է։ Ստեսություն։